Յուրաքանչյուր հայկական ընտանիք իր գաղտնիքներն ունի, բայց ինչ կլինի, եթե մեկը կարողանա ամեն ինչ կործանել։ Պատկերացրեք ամենաավանդապաշտ սկեսուրին, մի կնոջ, ում համար ընտանիքի պատիվն ամեն ինչից վեր է։ Նա տասնամյակներ շարունակ կառուցել է անթերի հեղինակություն, հիմնված խստության և կանոնների վրա, բայց իրականում այդ ամբողջ կյանքը մի հսկայական սուտ է, մի գաղտնիք, որը նա թաղել է իր սրտի խորքում դեռ երիտասարդ տարիքում։ Այսօր դուք կտեսնեք, թե ինչպես է հարսի ու սկեսուրի միջև սկսված վիրտուալ պատերազմը պատահաբար բացահայտում այդ սոսկալի ճշմարտությունը։ Բայց ամենասարսափելին այն չէ, թե ինչ է նա խոստովանում, այլ այն, որ այդ խոստովանությունը հայտնվում է ուղիղ եթերում, հազարավոր մարդկանց աչքի առաջ։ Մի քանի րոպեն բավական է, որպեսզի ընտանիքի ճակատագիրը փոխվի ընդմիշտ։ Արդյոք սա ընտանիքի վերջն է, թե նոր, ցավոտ սկիզբ։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Երևանի Դավթաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի ընդարձակ, բայց մի փոքր հնաոճ բնակարանի խոհանոցը լցված էր առավոտյան արևի շողերով և թարմ եփվող սուրճի թունդ բույրով։ Պատերին սերնդեսերուրդ քոխանցվող ընտանեկան լուսանկարներն էին, հարսանիքներ, մկրտություններ, ծննդյան տոներ, որոնք լուր վկաներն էին Ազարյանների անցած ճանապարհի։ Մի անկյունում, փոքրիկ սրբապատկերի կողքին, խնամքով դրված էր չորացած նռան մի ճյուղ։ Սիրանուշ Ազարյանը, 60 տարեկան, խիստ բայց խնամված մի կին, ում մազերը միշտ կոկիկ հավաքած էին, գոգնոցը կապած կանգնել էր գազօջախի մոտ և պղնձե ջազվեով սուրճ էր պատրաստում։ Նրա շարժումները դանդաղ էին ու վստահ, ինչպես մի ծես, որը նա կատանում էր տասնամյակներ շարունակ։ Հարևան սենյակից լսվում էր Արմինե Ազարյանի, նրա 28 տարեկան հարսի աշխույժ ձայնը, որը հեռախոսով ուղիղ եթեր էր անում։ Բարի լույս իմ սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Այսօր որոշել եմ ձեզ հետ կիսվել իմ առավոտյան ռեժիմով, թե ինչպես եմ սկսում օրս, որպեսզի լինեմ պոզիտիվ ու լի էներգիայով։ Առաջին հերթին իհարկե մի բաժակ գոլ ջուր։ Սիրանոշը դառնորեն հոգոց հանեց, լցրեց սուրճը փոքրիկ բաժակների մեջ և դրեց սկուտեղի վրա։ Այդ պահին խոհանոց մտավ նրա որդին, Դավիթ Ազարյանը, 30 տարեկան, բարձրահասակ, սիրալիր երիտասարդ։ Նա մոտեցավ մորը, սովորության համաձայն համբուրեց թուշը։ Բարի լույս մամ ջան, ինչ լավ բույր է գալիս։ Սիրանուշը չոր պատասխանեց։ Բարի, քո կնիկն էլ իր հեռախոսի հետ է խոսում։ Ամբողջ աշխարհն իմացավ, որ ինքը առավոտյան ջուր է խմում։ Մեծ գյուտ է արել։ Դավիթը հոգնած ժպտաց։ Մամ, դե դա իր աշխատանքն է։ Ինչի ես նյարդայնանում։ Աշխատանք։ Աշխատանքը էն է, որ մարդը տնից դուրս է գալիս, մի բան է անում, հացի փող է վաստակում։ Էս ինչ աշխատանք է, որ նստած տան պատերի մեջ ինքդ քեզ հետ խոսում ես։ Ամոթ է Դավիթ ջան, ամոթ։ Մարդիկ ինչ կասեն։ Հենց այդ պահին խոհանոց մտավ Արմինեն, ձեռքին հեռախոսը, դրված հատուկ բռնիչի վրա։ Նա ժպտում էր տեսախցիկին, փորձելով պահպանել իր կենսարուխ կերպարը։ Եվ ահա, աղջիկներ ջան, օրվա ամենասիրելի պահը, առավոտյան սուրճը, իսկ երբ այն պատրաստում է քո սիրելի սկեսուրը, կրկնակի համեղ է ստացվում։ Արմինեն տեսախցիկն ուղղեց դեպի սկուտեղի վրայի բուրավեց սուրճը, բայց Սիրանուշը կտրուկ շրջվեց, մեջքով կանգնելով տեսախցիկին և սաստիկ շշուկով դիմեց որդուն։ Ասա թող անջատի այդ սատանի սարքը, չեմ ուզում իմ խոհանոցը ցույց տա ամբողջ աշխարհին։ Արմինեն, ժպիտը դեմքից չկորցնելով, արագ ավարտեց եթերը։ Իմ սկեսուրը մի քիչ ամաչկոտ է, չի սիրում նկարվել։ Լավ, իմ սիրելիներ, մի քանի րոպեից կմիանամ նորից։ Նա անջատեց հեռախոսը և դեմքի ժպիտը միանգամից անհետացավ։ Տիկին Սիրանուշ, ես ձեզ չէի նկարում, ուղղակի սուրճն էի ուզում ցույց տալ, իմ հետևորդները հավանում են, երբ տնական ջերմ բաներ եմ ցույց տալիս։ Սկեսուրը խոժոռ պատասխանեց. Քո հետևորդները թող իրենց տանը նստեն ու իրենց գործով զբաղվեն։ Իմ տունը կրկեսի թատերաբեմ չի, որ ամեն մեկը մտնի նայի։ Դավիթը փորձեց հարթել իրավիճակը։ Լավ, հերիք ա երկուստ էլ, առավոտ ա, մի փչացրեք տրամադրությունը։ Խոհանոցի դռան մոտ հայտնվեց Նվարդ Ազարյանը, 25 տարեկան, Սիրանուշի չամուսնացած դուստրը։ Նա լուր հետևում էր տեսարանին, իր հայացքում խառնելով մոր հանդեպ խճահարությունն ու հարսի հանդեպ թաքուն հիացմունքը։ Սիրանուշի ձայնը միանգամից փափկեց։ Արի աղջիկս, արի սուրճ խմի, թող իրենք իրենց վիրտուալ աշխարհում ապրեն։ Նա սիրով սուրճ մեկնեց Նվարդին, ցուցադրաբար անտեսելով Արմինեին, որը վիրավորված վերցրեց հեռախոսը և լուռ հեռացավ։ Իրենց ննջասենյակում Արմինեն նստած էր հարդասեղանի դիմաց, միացրած օղակաձև լամպը։ Դավիթը մտավ սենյակ, փորձելով հաշտեցման եզրեր գտնել։ Արմին, խնդրում եմ, մի նեղացի մորիթս։ Դու գիտես իր բնավորությունը, իր սերունդը ուրիշ ձև ա մտածում։ Արմինեն հայելու միջից նայեց նրան։ Ես չեմ նեղանում Դավիթ, ես հոգնում եմ,
ամեն օր նույն բանը, ես ոչ մի վատ բան չեմ անում, ես աշխատում եմ, սա իմ եկամտի աղբյուրն է, դու դա լավ գիտես, ինչի պետք է ամեն անգամ ինձ մեղավոր զգամ դրա համար։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Գիտեմ ջանս, գիտեմ, ուղղակի միգուցե մի քիչ ավելի քիչ ցույց տաս տնից, չգիտեմ, որ ինքն էլ չնյարդայնանա։ Արմինեն հեգնանքով պատասխանեց. Այսինքն թաքցնեմ, որ ամուսնացած եմ ու ապրում եմ քո ընտանիքի հետ, իմ բլոգի ամբողջ իմաստը անկեղծության մեջ է, մարդիկ ինձ դրա համար են սիրում, որ ես ցույց եմ տալիս իրական կյանքը, ոչ թե հեքիաթներ։ Դավիթը մոտեցավ նրան. Իրական կյանքը, բայց ոչ մեր ընտանիքի գաղտնիքները։ Ես գաղտնիքներ չեմ պատմում, ես խոսում եմ ընդհանուր թեմաներից, որոնք հուզում են բոլոր կանանց։ Դավիթը հուսահատ նայեց կնոջը, հասկանալով, որ այս վեճը վերջ չունի։ Լավ, ես գնացի աշխատանքի, երեկոյան կխոսենք, խնդրում եմ այսօր փորձիր լեզու չգտնել հետը։ Նա հեռացավ։ Արմինեն մի քանի վայրկյան նայեց իր արտացոլանքին հայելու մեջ, հետո խորը շունչ քաշեց, ստիպողաբար ժպտաց և միացրեց տեսախցիկը։ Նրա ձայնը կրկին դարձավ վստահ ու ոգևորիչ։ Եվ այսպես, աղջիկներ ջան, այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայից, ինչպես պահպանել անձնական սահմանները, երբ ապրում ես մեծ ընտանիքում։ Այնպիսի վստահությամբ, կարծես թե իրականում դիմում էլ ոչ թե անդեմ հետևորդների զանգվածին, այլ ամենամտերիմ ընկերուհիներին։ Երեկոյան, երբ տանը լարված լռություն էր տիրում, Սիրանուշն ու Նվարդը նստած էին հյուրասենյակում և թերթում էին հին լուսանկարների ալբոմը։ Այդ սենյակը Ազարյանների ընտանիքի սիրտն էր, կահավորված դասական ոճով, պատին մեծ, ձեռագործ գորգեր, կողքին սեկցիա, որի ապակե դարակներում խնամքով դրված էին բյուրեղապակյա սպասք և հուշանվերներ։ Կենտրոնում, ամենատեսաների տեղում, ընտանեկան մեծ լուսանկարն էր Սիրանուշը և իր հանգուցյալ ամուսինը, Գագիկը, իրենց հարսանիքի օրը։ Երկուսն էլ երիտասարդ էին, բայց նրանց հայացքներում տարօրինակ լարվածություն կար, որը տարիների փոշին անգամ չէր կարողացել թաքցնել։ Նվարդը մատնացույց արեց մի սև-սպիտակ լուսանկար, որտեղ երիտասարդ Գագիկը կանգնած էր մի ուրիշ երիտասարդի կողքին։ Մամ, այս ով է, պապայի հետ նկարում։ Սիրանուշի ձայնը փոքր-ինչ փոխվեց, դարձավ ավելի խուլ։ Դա Վարդանն էր, հորտ ընկերը, Գյումրուց էինք միասին։ Ես իրեն չեմ հիշում, ինչ եղավ հետը, հետաքրքրվեց դուստրը։ Սիրանուշն արագ փոխեց թեման, կարծես վախենում էր, որ անզգույշ խոսքը կարող է արթնացնել անցյալի ուրվականներին։ Ոչինչ, գնաց, ուրիշ տեղ տեղափոխվեց, հին պատմություն է։ Տես, այստեղ ես եմ, 18 տարեկան, տեսնում ես, ինչ համեստ զգեստ է, հիմիկվա աղջիկների պես չէինք, որ կիսամերկ դուրս են գալիս փողոց։ Արմինեն մտավ հյուրասենյակ, ձեռքին թեյի բաժակ, և լսեց խոսակցության վերջին մասը։ Նա չկարողացավ լուռ մնալ։ Ժամանակներն են փոխվել, տիկին Սիրանուշ, հիմա ազատությունն ու անհատականությունն են կարևոր։ Սկեսուրը ալբոմից գլուխը չբարձրացնելով սառը պատասխանեց. Ազատությունը անառակության հետ մի շփոթիր աղջիկ ջան, կինը պետք է համեստ լինի, իր ընտանիքի պատիվը բարձր պահի, ոչ թե իր կյանքը դնի ցուցափեղկի վրա, որ ով անցնի մի քար նետի։ Այս խոսքերը ուղիղ հարված էին Արմինեին, և նա անմիջապես պաշտպանվեց։ Ոչ ոք քար չի նետում, մարդիկ ոգեշնչվում են։ Խորհուրդներ են հարցնում, ես օգնում եմ նրանց։ Սիրանուշը վերջապես նայեց նրան և հայացքում սառույց կար։ Դու քեզ օգնի, որ լավ կին ու հարս լինես, տան գործերով զբաղվի, ամուսնուդ նայիր, դա է կնոջ իսկական գործը։ Իմ մայրը Անահիտ տատիդ ասում էր, տունը շեն է կնոջով, չէր ասում, տունը շեն է բլոգերով։ Անսպասելիորեն Նվարդը միջամտեց. Մամ, հերիք ա, Արմինեն վատ բան չի անում։ Սիրանուշը զարմացած նայեց դստերը։ Դու էլ ես իր կողմը, քեզ էլ է վարակել այդ հեռախոսի հիվանդությունը։ Ես ձեզ համար եմ ասում, մեր ընտանիքի անունն է խաղի մեջ դրված, Ազարյանների հարսը չի կարող իրեն թույլ տալ նման բան։ Քո հայրը ոչ լիներ, թույլ չէր տա, ինքը շատ խիստ էր այդ հարցերում, ընտանիքի պատիվը իր համար ամեն ինչից վեր էր։ Սիրանուշը նայեց ամուսնու լուսանկարին և նրա դեմքին մի պահ ստվերվեց տարօրինակ արտահայտություն, միաժամանակ և հպարտություն, և թաքնված դառնություն։ Արմինեն նկատեց դա և նրա մեջ կասկածի որդ սողոսկեց, որ այս անսահման խստության տակ ինչ-որ ավելի խորը, ավելի ցավոտ բան կա։ Նա հասկացավ, որ Ազարյանների ընտանիքի պատմությունը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից, և այս պատերի ներսում պահվող գաղտնիքները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան իր վարած բլոգը։
Նա զգաց, որ այս ընտանիքի անցյալը այնքան էլ պարզ չէ, որքան թվում է, եւ իր ու սկեսուրի միջև ընթացող սառը պատերազմը ընդամենը մի փոքրիկ ճակատամարտ է շատ ավելի մեծ ու թաքնված պատերազմի դաշտում։ Մի քանի օր անց Կիրակի երեկոյան Ազարյանների տանը հյուրեր կային։ Սիրանուշի ավագ քույրը Սուսաննան 65 տարեկան, մի կին, որի աչքերից սուր հետաքրքրասիրություն էր կարդացվում, եւ նրա ամուսինը Ռուբենը 70 տարեկան, մի մարդ, որը իրեն համարում էր հայկական ավանդույթների վերջին պահապանը, նստած էին հյուրասենյակի փափուկ բազմոցին։ Սեղանին թեյ էր, սուրճ, Սիրանուշի ձեռքով թխված անուշաբույր գաթա եւ մրգեր։ Արմինեն, ինչպես միշտ, մի փոքր հեռու նստած, տարված էր իր հեռախոսով, ժպտում էր էկրանին եւ արագ մեկնաբանություններ գրում։ Սուսաննան բարձր, որ Արմինեն էլ լսի, դիմեց քրոջը. Սիրանուշ ջան, էս ձեր հարսը շատ լավ աղջիկ է, բայց այդ սարքը ձեռքից վայր չի դնում, մարդ կա, մարդ չկա, իր համար միևնույն է։ Սիրանուշը դառնորեն ժպտաց, կարծես թե իր վերքին առ էին լցնում։ Ինչ ասեմ, Սուսաննա քուրիկ, հիմիկվա երիտասարդներն են այդպիսին, իրենց աշխարհում են ապրում։ Ռուբենը, իրեն իրավունք վերապահելով միջամտելու, խրատական տոնով դիմեց Դավթին. Դավթի բալա, դու տան տղամարդն ես, մի բան ասա, կնոջը պետք է տեղը ցույց տալ, թե չէ վաղը մյուս օրը գլխիդ կնստի։ Դավթիթը, որ արդեն հոգնել էր այս անverջ խոսակցություններից, անհարմար զգալով պատասխանեց. Քերի Ռուբեն, Արմինեն վատ բան չի անում, իր աշխատանքն է։ Սուսաննան ծիծաղեց, ձայնի մեջ չթաքցնելով իր արհամարհանքը։ Վայ, դու էլ լավ բան ես ասում, աշխատանք։ Իմ հարևանի աղջիկն էլ է այդպիսի բաներով զբաղվում, ամբողջ թաղը իրա վրա խոսում է։ Ամուսինը մի օր եկավ, հեռախոսը ջարդեց պատի տակ, ասեց կամ ես, կամ այդ խայտարակությունը։ Արմինեն վերջապես բարձրացրեց գլուխը, եւ նրա դեմքը քարացել էր։ Նա հասկացավ, որ լռելն այլևս անհնար է։ Ներողություն տիկին Սուսաննա, բայց ես խայտարակությամբ չեմ զբաղվում, ես ապրելակերպի մասին բլոգ եմ վարում, մարդկանց օգտակար խորհուրդներ եմ տալիս։ Օգտակար խորհուրդ, օրինակ ինչ խորհուրդ, ինչպես դոլմա փաթաթել, սովորեցնում ես, հեգնեց Սուսաննան։ Արմինեն փորձեց զսպել իրեն եւ հանգիստ բացատրել. Ոչ, օրինակ ինչպես լինել ֆինանսապես անկախ, ինչպես սկսել սեփական փոքր բիզնեսը, ինչպես հաղթահարել սթրեսը։ Այս անգամ խոսակցությանը միջամտեց Ռուբենը, կարծես վճիռ կայացնելով։ Կնոջ ֆինանսական անկախությունը իր ամուսինն է, իսկ սթրեսն էլ հանում են տունը մաքրելով, ճաշ եփելով։ Այդ ձեր հորինած բաներն են, որ ընտանիքները քանդում են։ Դավիթը փորձեց վերջ տալ այս անիմաստ վեճին։ Քերի, խնդրում եմ, սա մեր ընտանիքի հարցն է։ Բայց արդեն ուշ էր։ Սիրանուշի համբերության բաժակը վցվել էր։ Նա կտրուկ խոսեց եւ ձայնի մեջ ցավ ու զայրույթ կար։ Մեր ընտանիքի հարցը արդեն դարձել է ամբողջ աշխարհի հարցը, սրա շնորհիվ։ Անցյալ օրը խանութում Մարկոն, մեր հարևանը, մոտեցել ասում է. Սիրանուշ ջան, ձեր հարսը մի տեսանյութ էր դրել, որտեղ ասում էր ինչպես վարվել բարդ բնավորություն ունեցող սկեսուրի հետ։ Ամբողջ մարմրովը սառեցի։ Ասում է մեր տան խոհանոցն էլ կադրում երևում էր։ Հիմա բոլորը մտածում են, որ ես եմ այդ բարդ բնավորություն ունեցող սկեսուրը։ Դու ինձ խայտարակ ես անում, հասկանում ես։ Արմինեի դելքը գունատվեց, նա անկեղծորեն ցնցված էր։ Բայց ես ձեր անունը չեմ տվել, ես ընդհանուր թեմայից էի խոսում։ Սիրանուշը ձեռքը թափ տվեց։ Պետք չի անուն տալ, բոլորը գիտեն, որ դու իմ տանն ես ապրում, դու մեր ընտանիքի պատիվը գցում ես կոպեկների համար։ Արմինեի ձայնը դողաց եւ աչքերը լցվեցին արցունքով։ Ես դա կոպեկների համար չեմ անում, սա իմ ինքնադրսևորման ձևն է։ Սիրանուշը վերջնական վճիռ կայացրեց։ Ուրեմն գնա ուրիշ տեղ ինքնադրսևորվիր, իմ տանը ոչ։ Ծանր լռություն տիրեց։ Սուսաննան եւ Ռուբենը գոհունակ տեսքով նայում էին իրար, իրենց առաքելությունը կատարված համարելով։ Դավիթը կանգնած էր երկու կրակի արանքում, չիմանալով ում կողմը բռնի։ Այդ պահին Նվարդը, որ լուռ նստած էր անկյունում, հանկարծ խոսեց, եւ նրա ձայնը հնչեց անսպասելիորեն պինդ ու վճռական։ Մամ, դու սխալ ես, Արմինեն մեր ընտանիքի անունը չի գցում, ինքը հպարտ է, որ մեր ընտանիքի անդամ է։ Իսկ դուք, տիկին Սուսաննա, ձեր հարևանի աղջկա փոխարեն ավելի լավ է ձեր գործերով զբաղվեք։ Բոլորը քարացած նայում էին Նվարդին։ Նա երբեք այս տոնով չէր հոսել, երբեք չէր համարձակվել հակաճառել մորը, առավել եւս հյուրերի առաջ։ Սիրանուշը շշնջաց. Նվարդ, ինչ Նվարդ, հերիք է, թողեք աղջկան հանգիստ, ինքն էլ մարդ է, իր կյանքն ունի, ասաց ու արագ դուրս եկավ սենյակից։ Արմինենը նրա հեռացող մեջքին նայեց երախտագիտությամբ լի հայացքով։ Հակամարտությունը նոր մակարդակի էր հասել։ Այժմ ընտանիքը պարզապես բաժանված էր երկու ճամբարի, եւ պատերազմի գիծն անցնում էր ամենամտերիմ մարդկանց սրտերով։
Հաջորդ օրը տան մթնոլորտը էլ ավելի էր սառել, կարծես գիշերը սառնամանիք էր իջել Ազարյանների բնակարանի վրա։ Սիրանուշը մենակ էր խոհանցում, մեխանիկորեն դոլմա էր փաթաթում, բայց նրա մտքերը հեռու էին թե Խոհանոցից, թե Երևանից։ Նրա դեմքին ցավի եւ զայրույթի խառնուրդ էր, որը նա փորձում էր թաքցնել անգամ ինքն իրենից։ Հեռախոսը զանգեց։ Էկրանին հայտնվեց Կարինե Գյումրի գրությունը, եւ Սիրանուշի սիրտը մի պահ կանգ առավ։ Կարինեն նրա մանկության ամենամոտ ընկերուհին էր, մեկը, ումից նա գաղտնիքներ չուներ, կամ գոնե այդպես էր կարծում մինչև այսօր։ Փորձելով ձայնին կայտար տոն տալ, նա պատասխանեց. «Ալո, Կարինե ջան, ո՞նց ես»։ Հեռախոսի մյուս կողմից լսվեց ընկերուհու անհանգիստ ձայնը. «Լավ եմ, Սիրանուշ ջան, դու ո՞նց ես։ Զանգել եմ մի բան հարցնեմ։ Էս իմ թոռնիկը հեռախոսով ինչ-որ բան էր նայում, մի աղջիկ էր խոսում, ասեց տատի, արի տես, էս մեր Սիրանուշ Մորքուվի հարսը չի։ Նայեցի, տեսնեմ, հա, ձեր Արմինեն է»։ Սիրանուշի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա զգաց, թե ինչպես է սառը քրտինք պատում ճակատը։ Հա, ինքն է, ինչ-որ բաներ է նկարում։ Կարինեի ձայնը դարձավ ավելի մտահոգ։ Աղջի, բա այդ ինչեր էր պատմում, ասում էր, եթե ձեր սկեսուրը անընդհատ քննադատում է ձեզ, փորձեք հասկանալ նրա մանկության տրավմաները, այդ ինչ է նշանակում, ինչ տրավմա, ուզում է ասի դու խելքիդ պակասես, ամբողջ Գյումրին դա է խոսում, ասում են վայ, խեղճ Սիրանուշը, տես ինչ հորն է ընկել։ Սիրանուշը լռեց, նա զգում էր, թե ինչպես է ամոթի շիկացած ալիքը ծածկում իրեն։ Ինչ կասեն մարդիկ, որը ողջ կյանքում իր համար ուղեցույց էր եղել, հիմա վերածվել էր ֆիզիկական ցավի, որը սեղմում էր կոկրորթը։ Կուլ տալով հուզմունքը, նա հազիվ կարողացավ խոսել. «Կարինե ջան, դե գիտես, հիմիկվա երիտասարդները իրենք չեն հասկանում, թե ինչ են անում։ Չգիտեմ, քուրիկ ջան, բայց դու զգուշ եղիր, տան պատերից ներսի խոսակցությունը պետք է ներսում էլ մնա։ Լավ, ես պիտի գնամ, կզանգեմ էլի»։ Հեռախոսազրույցն ավարտվեց, բայց դրա արձագանքը դեռ երկար թնդում էր Սիրանուշի գլխում։ Նա անզոր նստեց աթոռին, ձեռքերը դողում էին։ Նա զգում էր, որ կորցնում է վերահսկողությունը իր կյանքի, իր տան, իր հեղինակության նկատմամբ։ Այն ամենը, ինչ նա տարիներ շարունակ խնամքով կառուցել էր, անթերի տանտիրուհու, հարգված մոր, խիստ բայց արդար սկեսուրի կերպարը փլուզվում էր իր աչքի առաջ, վերածվելով բամբասանքի առարկայի։ Երեկոյան, երբ Դավիթը տուն վերադարձավ, նրա դեմքը սովորականից ավելի լուրջ էր ու մտահոգ։ Նա գտավ Արմինեին իրենց ննջասենյակում, որտեղ նա խմբագրում էր իր հերթական տեսանյութը։ «Արմինե, մենք պետք է լուրջ խոսենք»։ Արմինեն չնայելով նրան պատասխանեց. «Լսում եմ»։ «Այսօր մայրս ամբողջ օրը լաց է լինում, Գյումրիից են զանգել, քո տեսանյութի մասին են խոսել, ամբողջ տոհմն է քննարկում, սա այլևս կատակ չէ»։ «Ես կատակ չեմ անում, ես աշխատում եմ», պնդեց Արմինեն։ Դավթի ձայնը բարձրացավ, լցվելով հուսահատությամբ և զայրույթով։ «Սա աշխատանք չէ, սա մեր ընտանիքի կործանումն է։ Դու չես հասկանում, որ մորս համար պատիվը ամեն ինչից կարևոր է, դու նրան հանրային քննարկման առարկա ես դարձրել։ Ինչ կասեն մարդիկը, նրա համար դատարկ խոսքեր չեն, դա այն կողմնացույցն է, որով նա ապրել է իր ամբողջ կյանքը։ Բայց դա սխալ կողմնացույց է, Դավիթ, չի կարելի ապրել ուրիշների կարծիքով։ Կարելի է, թե չի կարելի, դա իրականությունն է, մենք Հայաստանում ենք ապրում, այստեղ ընտանիքը սրբություն է, և դու այդ սրբությունը ոտնատակ ես տանիս։ Արմինեի աչքերը լցվեցին արցունքով։ Ես չէի ուզում, որ այսպես ստացվի։ Ես ուղղակի ուզում էի ունենալ իմ սեփական գործը, լինել անկախ։ Անկախ ումից։ Ինձնից։ Ես քեզ ինչ-որ բանից զրկել եմ։ Ոչ թե քեզնից, ընդհանրապես, լինել ոչ միայն ինչ-որ մեկի կինը կամ հարսը, այլ լինել Արմինե Ազարյանը։ Դավթի ձայնը դարձավ պողպատի պես սառը։ Դու կարող ես լինել Արմինե Ազարյան, առանց մեր ընտանիքը ամբողջ աշխարհի առաջ ստիպելու կարմրել։ Ես քեզ խնդրում եմ, ավելի ճիշտ պահանջում եմ, դադարեցրու։ Կամ գոնե փոխիր թեմաներդ, խոսիր նորաձևությունից, կոսմետիկայից, բայց մեր ընտանիքին մի խառնիր։ Այսինքն դու էլ ես նրանց կողմը, շշնջաց Արմինեն։ Ես իմ ընտանիքի կողմն եմ, իսկ դու այդ ընտանիքի մասն ես, կամ պետք է լինես, ընտրությունը քոնն է։ Դավիթը դուրս եկավ սենյակից, ուժգին շրխկացնելով դուռը։ Արմինեն մնաց մենակ, իր հեռախոսի լույսի ներքո, որտեղ հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ էին։ Վիրտուալ աշխանում նա սիրված էր, հասկացված, հաջողակ, իսկ իրական կյանքում, իր սեփական տանը, նա մենակ էր, չհասկացված և կանգնած էր մի ընտրության առաջ, որը կարող էր ոչ միայն իր, այլև մի ամբողջ ընտանիքի ճակատագիրը։
Մի քանի օր տանը տիրող լարված լռությունից հետո Արմինեն, զգալով իրեն մեղավոր, բայց միևնույն ժամանակ չցանկանալով հանձնվել, որոշեց ուղիղ եթեր անել։ Նա ուզում էր խոսել, բացատրել իր դիրքորոշումը, գուցե նույնիսկ ներողություն խնդրել, եթե իր հետևորդներից ոմանք սխալ էին հասկացել իրեն։ Նա տեղավորվեց իր ննջասենյակում, միացրեց օղակաձև լամպը, կարգավորեց տեսախցիկը։ Դուռը մի փոքր բաց թողեց, որպեսզի օդ մտնի։ Բարև ձեզ, իմ սիրելիներ։ Ես այսօր ուզում եմ խոսել մի շատ անձնական թեմայից։ Վերջին օրերին ես շատ մեկնաբանություններ եմ ստանում եւ ուզում եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Իմ բլոգը երբեք նպատակ չի ունեցել վիրավորելու որևէ մեկին, հատկապես իմ ընտանիքի անդամներին։ Մինչ Արմինեն խոսում էր, հյուրասենյակում, որը գտնվում էր հենց ննջասենյակի դիմաց, Սիրանուշը, չիմանալով, որ հարսը ուղիղ եթերում է, նստած էր նվարդի կողքին։ Նա վերջապես որոշել էր խոսել դստեր հետ, բացել իր սիրտը, որը քարացել էր տարիների լռությունից։ Նրա ձայնը հազիվ լսելի էր, բայց այնքան լի էր ցավով, որ կարծես ֆիզիկապես ծանրացնում էր սենյակի օդը։ Աղջիկս, դու ինձ վրա բարկացար այն օրը։ Ճիշտ էիր։ Ես շատ խիստ եմ Արմինեի հետ։ Գիտես ինչու։ Որովհետև ես նրա մեջ տեսնում եմ ինձ, երիտասարդ, ազատության ձգտող, ես էլ էի այդպիսին։ Նվարդը զարմացած նայեց մորը, Սիրանուշը շարունակեց, եւ նրա խոսքերը, անցնելով բաց դռան միջով, հասնում էին Արմինեի հեռախոսի զգայուն խոսափողին եւ հազարավոր մարդկանց ականջներին։ Երբ ես քո տարիքին էի, Գյումրիում մեկին էի սիրում, Վարդանին, քո հոր ընկերոջը։ Մենք խենթի պես սիրում էինք իրար, ուզում էինք փախչել, գնալ Երևան, նոր կյանք սկսել, բայց մերոնք իմացան։ Հայրս ինձ սենյակում փակեց, ասաց, որ մեր տոհմի անունը կտամ գետնին, ասաց, որ ես պետք է ամուսնանամ Գագիկի, քո հոր հետ։ Նա լավ տղա էր, հարգված ընտանիքից, իմ միակ հնարավորությունն էր պատվով ամուսնանալու համար։ Սիրանուշի ձայնը դողաց, եւ առաջին անգամ տասնյակ տարիների մեջ նրա աչքերից արցունքներ գլորվեցին։ Ես երբեք չեմ սիրել նրան, Նվարդ ջան, երբեք։ Ես ամբողջ կյանքումս ապրել եմ ուրիշի կյանքով, կատարել եմ ուրիշի ուզածը։ Իմ ամբողջ խստությունը, իմ այս անվերջ կանոնները, դրանք ուղակի զրահ են, որպեսի ոչ ոք չտեսնի, թե որքան դժբախտ եմ ես իմ հոգու խորքում։ Ես չեմ ուզում, որ դու էլ իմ ճակատագրին արժանանաս։ Ես չեմ ուզում, որ դու էլ վախենաս մարդիկ ինչ կասեն խոսքից։ Արմինեն, որը լսում էր այս ամենը իր սենյակում, քարացել էր։ Նա մոռացել էր եւ ուղիղ եթերի, եւ հետևորդների մասին։ Նրա աչքի առաջ բոլորովին այլ Սիրանուշ էր, ոչ թե չար ու խիստ սկեսուրը, այլ ցավից տանջված դժբախտ մի կին, ում երիտասարդությունը եւ սերը խլել էին ավանդույթների անունով։ Նա նայեց հեռախոսի էկրանին, որտեղ մեկնաբանությունները հոսում էին հեղեղի պես։ Աստված իմ, սա իրական է։ Խեչքին։ Արմինե, անջատիր եթերը, սա աղետ է։ Տեսանյութը արդեն հազարավոր դիտումներ ուներ եւ տարածվում էր անհավանական արագությամբ։ Արմինեն հասկացավ, որ ինքը, առանց իմանալու, բացել է Պանդորայի արկղը։ Նա բացահայտել էր Ազարյանների ընտանիքի ամենամեծ, ամենացավոտ գաղտնիքը եւ այն ցուցադրել ամբողջ աշխարհին։ Հենց այդ պահին սենյակ մտավ Դավիթը։ Նա լսել էր մոր խոստովանության վերջին մասը։ Նրա դեմքը գունատ էր, ինչպես մահացածինը։ Նա նայեց կնոջը, հետո նրա ձեռքի հեռախոսին, որտեղից դեռ լսվում էր իր մոր լացի ձայնը, եւ նրա հայացքում միաժամանակ արտացոլվեցին ցնցում, անհավատություն եւ սարսափելի մի կասկած։ Պատմության ընթացքը փոխվել էր անդառնալիորեն։ Առաջինը, որ Արմինեն արեց, ռեֆլեքսիվ շարժումով անջատելն էր ուղիղ եթերը, բայց արդեն ուշ էր։ Գաղտնիքը դուրս էր եկել շշից եւ այլևս հնարավոր չէր այն հետ մտցնել։ Սենյակում տիրող լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած աղաղակ։ Դավթի հայացքը սառել էր կնոջ վրա, եւ այդ հայացքի մեջ կար ամեն ինչ՝ ցնցում, դավաճանության զգացում, ցավ, զայրույթ։ Նա մեկ բառ անգամ չասաց, պարզապես շրջվեց եւ դուրս եկավ սենյակից, հետո բնակարանից, ուժգին շրկացնելով մուտքի դուռը։ Հյուրասենյակում Սիրանուշն ու Նվարդը, լսելով դռան ձայնը, քարացել էին։ Նրանք դեռ չէին հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, բայց զգում էին, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվել։ Արմինեն դողացող ձեռքերով հեռախոսը սեղմած դուրս եկավ ննջասենյակից։ Նրա դեմքն այնքան գունատ էր, որ թվում էր հիմա կընկնի։ Նա նայեց սկեսուրին, ում աչքերը դեռ կարմրած էին լացից, եւ չկարողացավ ոչինչ ասել։ Բառերը խեղդվում էին կոկորդում։ Նվարդը առաջինը խախտեց լռությունը։ Արմինե, ինչ եղավ, Դավիթը ուր գնաց։ Արմինեն հազիվ կարողացավ շշնջալ։ Ես ուղիղ եթերում էի, ձեր խոսակցությունը, բոլորը լսեցին։
Սիրանուշի դեմքից արյունը քաշվեց։ Նա դանդաղ վեր կացավ, մոտեցավ Արմինեին, եւ նրա հայացքում ոչ թե զայրույթ կար, այլ սարսափելի, անսահման դատարկություն։ Նա նայում էր Հարսին, բայց կարծես չէր տեսնում նրան։ Նա տեսնում էր իր 40 տարվա սուտը, իր խնամքով կառուցած բերդի փլատակները, իր պատիվը, որը ոտնատակ էր արվել հազարավոր անծանոթների աչքի առաջ։ Առանց մի բառ ասելու նա շրջվեց եւ մտավ իր ննջասենյակ, փակելով դուռը։ Հաջորդ ժամերը վերածվեցին մղձավանջի։ Հեռախոսները չէին դադարում զանգալ։ Զանգում էին բարեկամները Գյումրիից, հարևանները, Դավթի ընկերները, անգամ լրագրողներ։ Տեսանյութը վիրուսի պես տարածվել էր համացանցում։ Ազարյանների ընտանիքի շոկային գաղտնիքը, վերնագրով հոդվածներ էին հայտնվել լրատվական կայքերում։ Նվարդը, որ միշտ եղել էր ընտանիքի ամենահանգիստ անդամը, իր վրա վերցրեց իրավիճակի կառավարումը։ Նա անջատեց տան հեռախոսները, պատասխանում էր միայն ամենամոտ հարազատների զանգերին, փորձելով հանգիստ բացատրել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Արմինեն ըստած էր խոհանոցի մի անկյունում, գլուխը երկու ձեռքերի մեջ առած։ Նա զգում էր իրեն հրեշ, որը կործանել էր ամեն ինչ։ Նրա բլոգերական կարիերան, որի համար այդքան պայքարել էր, հիմա թվում էր անիմաստ ու ստոր։ Նա կործանել էր ոչ միայն իր, այլև բոլորի կյանքը։ Նվարդը մոտեցավ նրան, ձեռքին մի բաժակ ջուր։ «Արի, խմի»։ Նրա ձայնի մեջ չկար մեղադրանք, միայն հոգնածություն եւ խղճահարություն։ Ես չէի ուզում, կրկնում էր Արմինեն։ Գիտեմ, հանգիստ պատասխանեց Նվարդը, բայց հիմա դա կարևոր չէ։ Կարևորն այն է, թե ինչ ենք անելու հիմա։ Այդ պահին Նվարդի մեջ արթնացավ մի ուժ, որի մասին ինքն անգամ չէր կասկածում։ Նա հասկացավ, որ իր մոր խոստովանությունը, որքան էր ցավոտ լիներ, նաև ազատագրում էր։ Ազատագրում էր իրեն Նվարդին, այն վախից, որով ապրել էր մայրը։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող ապրել ուրիշների կարծիքով։ Նոր դաշինք էր ձևավորվում երկու կանանց, Հարսի եւ Տալի միջև, որոնք միավորվել էին ընդհանուր աղետի առաջ։ Նրանք դեռ չգիտեին, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից, բայց գիտեին, որ պետք է միասին լինեն։ Ուշ գիշերով Դավիթը վերադարձավ։ Նա հարպատ չէր, բայց աչքերը կարմրել էին, իսկ դեմքին տարիների հոգնածություն կար։ Նա լուռ անցավ Արմինեի կողքով, մտավ հյուրասենյակ եւ նստեց բազմոցին, հայացքը հառելով իր ծնողների հարսանեկան լուսանկարին։ Այժմ նա այդ նկարին նայում էր բոլորովին այլ աչքերով։ Նա տեսնում էր ոչ թե իր հզոր հորն ու խիստ մորը, այլ երկու օտար մարդկանց, որոնց ճակատագրերը կապել էին իրար դեմ։ Նա հասկացավ, որ իր ողջ մանկությունը, իր պատկերացումները ընտանիքի, սիրո, պարտքի մասին հիմնված են եղել ստի վրա, եւ այդ սուտը բացահայտել էր հենց իր սիրելի կինը։ Ամբողջ գիշեր Արմինեն աչք չէր կպցրել։ Նա նստած մտածում էր, վերլուծում եւ մեղքի զգացումին կամաց-կամաց փոխարինելու էր գալիս մի այլ, անսպասելի զգացում՝ վճռականությունը։ Նա հասկացավ, որ այս պատմությունը միակ մեղավորը ինքը չէ։ Մեղավոր էին ստիպողաբար պարտադրված ավանդույթները, մարդիկ ինչ կասեն վախը, լռությունը, որը տասնամյակներ շարունակ թունավորել էր այս ընտանիքը։ Եվ նա, Արմինեն, թեկուզ եւ պատահաբար, բայց պարզապես պայթեցրել էր այդ թարախակալված վերքը։ Հիմա պետք է այն բուժել, այլ ոչ թե թողնել, որ ամբողջ օրգանիզմը մահանա։ Առավոտյան, երբ Դավիթը դեռ քնած էր հյուրասենյակի բազմոցին, Արմինեն մի կարևոր որոշում կայացրեց։ Նա միացրեց իր հեռախոսը, բացեց իր բլոգի էջը եւ սկսեց գրել։ Նա չէր նկարում տեսանյութ, նա գրում էր սրտից բխող, անկեղծ խոսքեր։ Նա գրեց այն մասին, որ երբեմն մենք, փորձելով պաշտպանել մեր սիրելիներին, Նրանց ավելի մեծ ցավ ենք պատճառող լռությամբ։ Նա գրեց, որ ընտանեկան պատիվը ոչ թե գաղտնիքներ թաքցնելու, այլ ճշմարությանը դեմ առ դեմ կանգնելու եւ միասին հաղթահարելու մեջ է։ Նա չարթարացրեց իրեն, ընդունեց իր մեղքի բաժինը, անզգուշությունը, բայց կոչ արեց իր հետևորդներին դատապարտելու փոխարեն հասկանալ։ Եվ վերջում նա արեց ամենակարևորը, հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր բլոգերական գործունեությունը, որովհետև հիմա իր կյանքում կա շատ ավելի կարևոր բան՝ փրկել իր ընտանիքը։ Այս գրառումը հրապարակելուց հետո նա վերցրեց մեքենայի բանալիները եւ դուրս եկավ տնից։ Նա գնում էր Գյումրի։ Նա պետք է գտներ Վարդանին։ Նա չգիտեր արդյոք այդ մարդը ողջ է, արդյոք նա Հայաստանում է, բայց զգում էր, որ միայն Վարդանը կարող է լրացնել այս պատմության բացակայող էջերը եւ գուցե բուժել Սիրանուշի 40 տարվա վերքը։ Նա զանգեց Նվարդին, բացատրեց իր մտադրությունը։ Նվարդը սկզբում շոկի մեջ էր, բայց հետո հասկացավ Արմինեի մտքի խորությունը։ «Ես քեզ հետ եմ», ասաց նա։ «Մայրիկի հին նկարների մեջ մի հասցե կա գրված, կարծում եմ դա է»։
Այսպիսով, երկու կանայք, Հարսն ու Տալը, որոնք մինչև 3 մրցակիցներ էին, հիմա դարձել էին դաշնակիցներ և սկսել էին իրենց կյանքի ամենակարևոր ճանապարհորդությունը։ Երբ Դավիթն արթնացավ և կարդաց Արմինեի գրառումը, նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա հասկացավ, որ իր կինը ոչ թե փախել է խնդիրներից, այլ գնացել է դրանք լուծելու։ Նա զգաց ամոթ իր վախկոտության համար։ Մինչ ինքը խմում էր և ինքն իրեն խղճում, Արմինեն գործում էր։ Հենց այդ պահին զանգեց Սուսաննա մորաքույրը։ «Դավիթ ջան, լսեցի՞ք ինչ ա եղել, էդ անպատիվը մեր տոհմի անունը գետնովը տվեց, դու պիտի շուտ հեռացնես նրան ձեր տնից, թե չէ»։ Դավիթը կոպտորեն ընդհատեց նրան. «Մորաքույր, խնդրում եմ, մի խառնվեք, Արմինեն իմ կինն է և կմնա իմ կինը, իսկ եթե որևէ մեկը մեր տոհմի անունը տվել է գետնովը, դա նա չէ, այլ այն մարդիկ, ովքեր ստիպել են մորս ապրել ստի մեջ 40 տարի»։ Նա անջատեց հեռախոսը, թողնելով Սուսաննային քարացած իր զարմանքի մեջ։ Դավիթը վերջապես ընտրություն էր կատարել։ Նա այլևս երկու կանանց միջև երկատված որդի չէր։ Նա տղամարդ էր, որը պետք է պաշտպաներ իր ընտանիքը, և մորը, և կնոջը։ Նա վերցրեց իր բանալիները և դուրս եկավ տնից։ Նա նույնպես գնում էր Գյումրի։ Ընտանիքի բոլոր անդամները, յուրաքանչյուրն իր ճանապարհով, շարժվում էին դեպի ճշմարտությունը, և այդ ճանապարհին նրանք պետք է բախվեն ոչ միայն անցյալի ուրվականներին, այլև իրենք իրենց։ Գյումրու 5 թաղամասերից մեկում, տուֆե քարից կառուցված մի փոքրիկ, խնամքով պահված տան բակում նստած էր ալեհեր մի մարդ։ Նա աչքերը փակել էր և լսում էր ծիրանենու տերևների սոսափյունը։ Դա Վարդանն էր։ Արմինեն ու Նվարդը մի պահ կանգ առան դարպասի մոտ, չհամարձակվելով խախտել այդ խաղաղությունը։ Հենց այդ պահին նրանց հետևից հասավ Դավիթը։ Նա տեսավ կանանց, հետո բակում նստած մարդուն և ամեն ինչ հասկացավ։ Երեքով մտան բակ։ Վարդանը բացեց աչքերը։ Նրա հայացքում զարմանք չկար, կարծես նա սպասում էր նրանց։ Նա նայեց Դավթին և նրա հայացքում մի ակնթարթ փայլատակեց ճանաչման մի շող։ «Դու, Գավիկի տղա՞ն ես»։ «Այո», հազիվ լսելի պատասխանեց Դավիթը։ «Իսկ դու, Սիրանուշի աղջիկը», ասաց նա նայելով Նվարդին, և հետո նրա հայացքը կանգ առավ Արմինեի վրա։ «Իսկ դու երևի այն աղջիկն ես, որը քարը գցեց լճացած ջրի մեջ»։ Լռություն տիրեց, և այդ լռության մեջ բոլորը հասկացան, որ խոսքերն այլևս ավելորդ են։ Վարդանը հրավիրեց ներս հյուրաս, հյուրասիրեց սուրճ։ Նա պատմեց իր կյանքի մասին, պատմեց, որ Սիրանուշին բաժանվելուց հետո այդպես էլ չի ամուսնացել, որ միշտ իմացել է նրա կյանքի մասին հեռվից, ընդհանուր ծանոթների միջոցով։ Նա խոսում էր առանց դառնության, առանց մեղադրանքի, ինչպես մի մարդ, որը հաշտվել է իր ճակատագրի հետ։ Երբ նրանք վերադառնում էին Երևան, մեքենայի մեջ լռություն էր։ Յուրաքանչյուրը մտածում էր իր մասին։ Դավիթը մտածում էր, որ իր մայրը զոհաբերել է իր սերը հանուն ընտանեկան պատվի կոչվածի։ Նվարդը մտածում էր, որ այլևս երբեք թույլ չի տա, որ ինչ-որ մեկը որոշի իր փոխարեն։ Իսկ Արմինեն մտածում էր, որ պետք է գտնի ուժ և ներողություն խնդրի Սիրանուշից, բայց ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ դա անզգույշ անելու համար։ Երբ նրանք տուն մտան, Սիրանուշը նստած էր հյուրասենյակում։ Նա փոխվել էր։ Նրա դեմքից անհետացել էր սովորական խստությունը, փոխարենը հայտնվել էր խորը, անսահման տխրություն։ Նա նայեց իր երեխաներին, հետո Հարսին։ «Գտա՞ք», շշնջաց նա։ «Այո», պատասխանեց Դավիթը։ Սիրանուշը փակեց աչքերը։ Մի քանի րոպե անց նա բացեց դրանք և նայեց Արմինեին։ «Դու ջնջեցի՞ր այդ տեսանյութը»։ Արմինեն գլխով արեց։ «Այո, բայց արդեն ուշ էր, բոլորը տեսել էին»։ «Գիտեմ», ասաց Սիրանուշը, «և գիտես ինչն է ամենատարօրինակը։ Ես թեթևացա։ 40 տարի ես իմ մեջ մի ծանր քար էի տանում, իսկ հիմա այդ քարը չկա։ Ցավում է, շատ է ցավում, բայց ծանր չէ»։ Նա մոտեցավ Արմինեին և առաջին անգամ նայեց նրան ոչ թե որպես Հարսի, այլ որպես կնոջ, որը նույնպես գիտի, թե ինչ է ցավը։ «Ներիր ինձ, աղջիկս, որ չհասկացա քեզ, որ վախենում էի քո ազատությունից, որովհետև ինքս զրկված էի դրանից»։ Արմինեն չդիմացավ և գրկեց սկեսուրին։ Եվ այդ գրքախառնության մեջ լուծվեցին տարիների թյուրիմացությունները, վիրավորանքներն ու ցավը։ Մի քանի ամիս անց Ազարյանների տանը կրկին եռուզեր էր, բայց այս անգամ ուրախ։ Նշում էին Նվարդի նշանադրությունը։ Նա ամուսնանում էր իր ընտրած տղայի հետ, ում հետ ծանոթացել էր աշխատանքի բերումով։ Սիրանուշը ժպտում էր։ Նրա ժպիտը հանգիստ էր ու լուսավոր։ Նա այլևս չէր փորձում ոչ մեկին ոչինչ ապացուցել։ Նա սկսել էր նոր կյանք, առանց ստի և վախի։ Դավիթն ու Արմինեն կանգնած էին պատշգամբում և նայում էին ուրախացող հյուրերին։
Գիտես, ես որոշել եմ վերսկսել իմ բլոգը, ասաց Արմինեն, բայց այն բոլորովին այլ կլինի։ Ես կխոսեմ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծումների մասին, ոչ թե լռության, այլ խոսելու կարևորության մասին։ Դավիթը գրկեց նրան. Ես քեզ հետ եմ սիրելիս։ Նրանց վիրտուալ պատերազմը վերջացել էր, եւ նրանք հաղթել էին իրական կյանքում։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր հայկական ընտանիքի հիմքը պետք է լինի ոչ թե կեղծ պատիվը, այլ անկեղծ սերն ու փոխըմբռնումը։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչ եք կարծում, ինչպես կվարվեիք դուք այս իրավիճակում ձեր հայ ընտանիքում։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում եւ եկեք միասին քննարկենք։ Շնորհակալություն, որ մեզ